Ցանկացած քաղաքական ուժ, որը հավակնում է ռեալ հաջողության հասնել Հայաստանում, սա քաղաքագիտական չեմ ասում, իմ ցանկությունն եմ ասում, կարող է իմ ցանկությունը քաղաքագիտական տեսակետից սխալ լինի, ես քաղաքագետ չեմ։ Կարող է հակառակը ճիշտ լինել։ Իմ կարծիքով ցանկացած քաղաքական ուժ, որը ցանկանում է իրականում լուրջ հաջողության հասնել Հայաստանում, պետք է ոչ թե նախկինների հետ չհամագործակցի կամ համագործակցի, այլ պետք է բացառի ընդհանրապես այդ հարցադրման լեգիտիմ լինելը։ Այսինքն, օրինակ տվեցինք նախկինների հետ համագործակցելու եք թե ոչ հարցին, պետք է դրվի, որ մենք ում հետ որ համագործակցենք նախկին ներկա պրիզմայով չենք նայելու։ Ում հետ որ մենք համագործակցենք, չենք նայելու նախկին ներկա պրիզմայով մի շատ པարզ պատճառով։ Նախկին ներկա սահմանումը հստակ չի։ Ես բերեմ օրինակներ, որ པարզ լինի, էլի, այսինքն շատ բան։ Այսինքն բերեմ հիմա ճակերտավոր այդ նախկին ներկա ասածների դաշտում։ Անդրանիկ Քոչարյան, նախկին է թե ներկա է։ Ռուբինյան, ներկա է թե նախկին է։ Նիկոլ, ներկա է թե նախկին է։ Արարատ Միրզոյան, նախկին է թե ներկա է։ Մհեր Գրիգորյան, նախկին է թե ներկա է։ Լավ, Թաթոյան, նախկին է թե ներկա է։ Գլխավոր դատախազ, ինչա, Աննա Վարդապետյան, նախկին է թե ներկա է։ Ամբողջ քննչական ապարատի այտենց 80% նախկին են թե ներկա են։ Դրա համար պետական գերատեսչությունների բոլոր կարանք պատգամավորներով հերթով վերցնենք, ով որ երիտասարդը, որ ճակերտավոր ասած նախկինն է, իր հայրը, մայրը, քերին, պապիկը, տատիկը ինչ որ մեկն է ճակերտավոր ասած։ Ես մի քիչ առաջ ասացի, էլ այսինքն Հայաստանի 3 միլիոն մարդը, որ բաժանում եմ, կապերը բաժանում են, գոյություն չունի, այս արհեստական օրակարգ է։ Մենք պետք է խոսենք ոչ թե նախկիններ, ներկաներ, այլ ապագա ներկա անցյալ տարբերակով։